Սիրելի բարեկամներ, նախանձը ահավոր կործանարար ուժ ունի, ու այս մեծ պահքի ընթացքում, որ մենք սովորում ենք, ձգտում ենք մեզանից հեռացնել մեր վատ սովորությունները, որպեսզի ավելի մաքրվելով, ավելի մոտենանք Աստծուն, եկեք այսօր խոսենք նախանձի մասին եւ թե ոնց է այդ նախանձի իսկականից կործանարար ուժը երևում, ես ձեզ օրինակներ ցույց կտամ քիչ հետո, եւ մեկ էլ տեսնենք այդ նախանձից ոնց կարելի է ազատվել, ոնց կարելի է հաղթահարել նախանձը, ինչա մեզ սովորեցնում Աստծո խոսքն այդ մասին։ Այ օրինակ երեք եթե եկեղեցի գնացիք մեծ պահքի երեկվա կիրակին կոչվում էր անառակ որդու վերադարձի կիրակի։ Դուք երևի ծանոթ եք անառակ որդու առակին, չէ՞։ Բայց եկեք մի շատ կարևոր ասպեկտի ուշադրություն դարձնենք։ Ում պատմեց Տեր Հիսուսը այդ առակը։ Ինչի համար էր նրանց պատմում այդ առակը, որտեղ մեզանից շատերը մտածում են, որ այդ առակը անառակ որդու վերադարձն է, չէ՞։ Իհարկե դա շատ լավ է, այդ առակը կարելի է պատմել անառակ որդու վերադարձի տեսանկյունից, հոր մեծության տեսանկյունից, օրինակ մարդ չի պատկերացնում, թե ոնց այդ մարդը իր ժառանգությունը տվեց տղուն, տենց գնաց առանց ասելով թե ուր ես տալիս, հիմա մեկը գա իր հորն ասի իմ ժառանգությունը տուր, ես վերցնեմ գնամ, հերիմ երկու սիլա կտա, կասի խելոք նստի տեղը, չէ, բայց այդ մարդը տվեց, այնպես որ այնտեղ լիքը սովորելու բան կա, եւ մեկ էլ ավակ եղբոր տեսանկյունից նայելն է հարցին, իմիջիալոց Տեր Հիսուս Քրիստոսը հենց պատմում է ավակ եղբոր համար, եթե դուք նայեք Ղուկասի ավետարանի 15-րդ գլուխը, թե ինչպես է ասում է եւ նրա հետ նրա մոտ են գալիս մեղավորներն ու մաքսավորները եւ նրանց հետ ճաշում էր Հիսուսը եւ ասում է Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին, թե նա ինչու է մեղավորների հետ նստում ելնում, ինչու է մեղավորների հետ ճաշում։ Փարիսեցիները դրանք մի տեսակ հոգևոր կուսակցություն էին այդ ժամանակ, ովքեր որ ձգտում էին ամեն ինչի մեջ Աստծո օրենքով ապրել, այն աստիճան, որ ասում են, այս ես չեմ անի, որովհետև չի կարելի, բայց կարող է մարդը հիվանդ ընկած է անտեղ, չէ, ես այսօր այս գործը չեմ անի, բան եւ այլն։ Եվ Տեր Հիսուսը իրենց բարկանում էր այդ բաների վրա, ասում է դուք օրենքի տառին եք կպել, բայց սերը չեք պահում, եւ ու ասում է այդ առակը պատմեց փարիսեցիներին ու օրենսգետներին, որ լսեք, եթե մեկը դարձի է գալիս իր մեղավոր կյանքից, հա սխալ է արել, սխալ ապրել, դուք էլ իք սխալներ ունեք ու մեղքեր ունեք, եթե մեկը դարձի է գալիս է Աստծո, դուք սովորեք այդ մարդու համար ուրախանալ, սովորեք այդ մարդու հետ ուրախանալ, սովորեք երկնքում հրեշտակների հետ ուրախանալ։ Ուրեմն այնտեղ նախքան անառակ որդու վերադարձի առակը պատմելը Տեր Հիսուսը երկու կարճ առակներ է պատմում, ասում է երբ որ մեկը ասում է ձեզանից ով այն հովիվ որ ասում է եթե նրա 99 ոչխարները մի ոչխար կորի, ասում է միթե նա չի թողնի 99-ին եւ ասում է մեկի հետևից կգնա, երբ որ մեկին գտնի կդնի ուսերին եւ ուրախ կգա եւ կկանչի իր ընկերներին, կասեք եք ուրախանանք իրար հետ, որովհետեւ իմ ոչխարին կորած ոչխարին գտա եւ ասում է երկնքի արքայության մեջ շատ ավելի մեծ ուրախություն է լինում մեկ ապաշխարողի համար, քան թե 99 արդարների համար, որոնց ապաշխարության պետք չի, կամ էլ ասում է ձեզանից ով է այն կինը, որը որ 10 դրամ ունենա, մի դրամը կորցնի, լույսը չի վառի, չի ավլի տունը ու մինչև այդ դրամը գտնի, հենց որ դրամը գտավ, կկանչի իր հարևաններին, կասեք եք ուրախանանք, ես իմ կորածը գտա եւ ասում է Աստուծո հրեշտակների առաջ այդպիսի ուրախություն է լինում եւ ասում է որ մենք պետքա սովորենք ուրախանալ դարձի գալացող ապաշխարող մեղավոր մարդու համար հրեշտակների հետ, Աստուծո արքայության ուրախացողների հետ եւ ասում նրանց մի առակ պատմեց, անառակ որդու վերադարձի առակը, հույս ունեմ պատմությունը գիտեք, մի հարուստ մարդ երկու երեխա է ունենում, երկու տղա է ունենում, փոքրը գալիս է հորն ասում է թե պապ իմ ժառանգությունը տուր, ես գնում եմ։ Հետո գիտեք ինչ մեծ վիրավորանք էր, ոնց որ որտեվ ժառանգությունը մարդ երբ է ստանում, երբ որ ծնողը մահանում է նորա չէ ժառանգություն ստանում, ինքը ասում է գալիս է հորն ասում է մի խոսքով դու իմ համար մեռած ես, դու իմ համար չկաս, իմ ժառանգությունը տուր, ես գնամ, հերը տալիս է եւ այս տղան գնում է ամբողջ ժառանգությունը մսխում է անբարոյական կանանց հետ շվայտ կյանք ապրում մսխում է մեկ էլ այդ երկրում սով է անկնում հերո տեղ է գնում ուրիշ երկիր է գնում ծախում է եղաշեղածը գնում է սով է անկնում այդ երկրում ինքը գնում է ոչ գործ կա ոչ կանա մի բան անի հələ խելքի չի եկել էջ բան չէ եւ գնում է մի հատ մարդու խոզերն է պահում եւ ասում է նրան չեն է թողում այդ խոզերի կերակուրն ուտել հազիվ է տեր ուտում եւ այնտեղ ինքը խելքի է գալիս ասում է լսի ասում է իմ հորտան մեջ ծառաները շատ ավելի լավ են կերակրվում հագնում կապնվում քան թե ես տեղ հելնեմ գնամ հորս մոտ պապայիս ասեմ պապ ես արժանի չեմ այդ քո տղեն կոչվելու եւ ասում է գոնե ինձ կարաս ծառա ընդունես երբ որ
գալիս, ասում է հայրը նրան հերվից տեսավ, այսինքն հայրը սպասում էր։ Հայրը նրան հերվից տեսավ, վազեց, ընկավ վիզը, այս երեխան ասում է պապ ներողություն, ես մեղք եմ գործել երկնքի առաջ ու քո առաջ, հերն ասում է բերեք, ասում է մատանի դրեք մատին, լավ շորեր հագցրեք եւ ասում է մի հատ պարարտ եզը, ասենք ասում մի հատ լավ ցուլիկ մորթեք, քեֆ ենք անում ուրախանում ենք, որովհետեւ իմ տղան մեռած էր եւ գտնվեց։ Այդ ժամանակ ավակ որդին են մյուս աղբերը դաշտում աշխատելուց տուն է գալիս հոգնած եւ ասում է, ինչ ուրախություն է իմ տան մեր տնից գալիս, ծառան ասում է աղբեր տա եկել ու պապատ պարարտ եզը մորթել է ու քեֆ են անում, ասի ջղայնանում է ու բան Տեր Հիսուսը առակի մեջ ասում է չեր ուզում տուն մտնել, այսինքն այդ աստիճանի ջղայնացած էր, չեր ուզում տուն մտնել, հերը դուրս է գալիս գրած ասում է աղաչում էր թե արի ուրախացի մեր հետ, ասում է չէ, ասում է ես այսքան ժամանակ քո համար աշխատեցի, հավատարմորեն մի հատ ուլ չտվեցիր, որ մորթեի աղբեր ընկերներիս հետ քեֆ անեի, հիմա ասում է այս քո տղեն, չասում է աղբերս, ասում է քո տղեն որ եկել է իր համար պարարտ եզն ես մորթում, պապան ասում է որ ասում է լսի, ասում է դու պիտի ուրախանայր, որովհետև քո եղբայրը մեռած էր եւ ողջացավ, հիմա պիտի ուրախանանք։ Ու տեղ առակը վերջանում է։ Այս ամբողջ հարցներն է որ մեծավ այս պատմությունը պատմվում է ավակ եղբոր վրով ոնց որ ասած եւ որ մենք պետքա հաղթահարենք նախանձը եւ թե ինչքան վատ բան է նախանձը ժողովուրդ հիշում եք Աստվածաշունչում առաջի այդ սպանությունը նախանձի պատճառով եղավ այ ես ուզում եմ ցույց տամ թե ինչքան կործանարար ուժ ունի նախանձը Ադամի տղան Կայենը աղբորը սպանեց նախանձի համար որովհետեւ Կայենը եւ Ադամը իրանց ունեցածից բերեցին Աստծուն զոհմատուցեցին Աստված ընդունեց Կայենինը Ադամին էլ ասեց մյուս անգամ ավելի լավ սրտով առաջ ընդունեց նա նախանձեց ելավ աղբորը քարով սպանեց կամ ուրիշ բան տեսեք նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մեջ Հովսեփի եղբայրները Հակոբի տղաները նախանձելով իրենց փոքր եղբորը ծախեցին իրենց եղբորը օտարության նախանձից դրդված տեսնում եք նույնիսկ ընտանեկան հարաբերությունների մեջ ինչ կործանարար ուժ ունի այդ նախանձը որ հիմա որ մենք մեծ պահքի մեջ ենք մենք եկեք այս նախանձից հրաժարվենք այդ նայենք ամեն մեկս մեր ներսը թե ինչքան նախանձ կա մեր մեջ եւ հրաժարվենք որտեվ էսին էս մի տեսակ մեղք կա որ ոչ մեկը չի գնում էլի ընկերոջը ասում ես նախանձող բնավորություն ունեմ ինչ կարելի է անել նախանձից իմ կարդացածների մեջ գիտեք ամենաբանն է որ առաջինը մարդը պետքա կենտրոնանա իր հոգևոր կյանքի աճի վրա, բայց դե հիմա այսի մի քիչ բարդ բան է, մարդը ասում է հոգևոր կյանքը որն է, եթե ինքը, ասենք, չգիտի հոգևոր կյանքը ինչ բան է։ Դրա համար եթե պարզեցնեմ օրինակ առաջի պարզ բանը, որ ես կարդացի գրվածա տարբեր տեղում, ասում է դու պետք է կենտրոնանաս քո ունեցվածքի վրա։ Քեզ երբեք մի համեմատի ուրիշի հետ, այլ դու համեմատի քեզ դու այսօր ավելի լավ մարդ ես, քան թե երեք, այլ ոչ թե դու ինչքան ունես, քան թե ուրիշը ինչքան ունի։ Դու կենտրոնացի թե Աստված քեզ ինչ է տվել այս կյանքում ինչքան շնորհք է քեզ տվել, ինչքան օրհնություն է տվել, այլ ոչ թե Աստված ուրիշին ինչքան է տալիս, հա։ Եվ դու կենտրոնացի նայի մի քիչ կարեկցանքդ ավելացրա։ Մարդը գնացել է, տառապել է, խելքի է եկել, հետ է վերադառնում, դու կարում ես զղջացող, ներողություն խնդրող մարդուն կարեկցես, մի քիչ պետքա կարեկցանքը շատացնես։ Դու կենտրոնացի երախտապարտության վրա, որպեսզի դու երախտապարտ լինես Աստծուց, թե դու ինչքան ունես եւ ինչքանով ես դու քեզ տրվածը օգտագործում, քեզ տրված շնորհները, հա, ունեցված լինի կամ մեկը ձայն ունի, կարա երկի մյուսը մի ուրիշ բանի մեջ է ավելի լավ։ Եվ դու կենտրոնացի նաև ներելու վրա, դու կարողանում ես ներել, երբ քեզանից ներողություն են հարցնում, կամ եթե դու ես մեղավոր, դու կարողանում ես տեսնել քո մեղքը եւ գնալ եւ ներողություն խնդրել դու դրանից բխում է ուրիշ բան դու կենտրոնացի համբերելու եւ խոնարհացուրդ սիրտ ունենալու վրա ասենք մեծ աղբերը եկավ տեսավ հերը ընդունել է մյուս եղբորը կարար չի ասել մի հատ լավ սպասի համբերեմ գնամ հարցնեմ տեսնեմ ինչ ա եղել ինչ վիճակով ա եկել նոր որոշեմ ջղայնանում եմ թե չեմ ջղայնանում այսինքն պետքա զարգացնես համբերությունը քո մեջ որպեսզի նախանձի այդ կրքի ազդեցության տակ միանգամից արագ որոշում չկայացնես եւ ամենակարևորներից մեկը աղոթի որ Աստված քեզ մաքուր սիրտ տա միշտ աղոթեք ժողովուրդ ջան մեր Տեր Հիսուս ողորմի իմ սրտին ողորմի որ սիրտս մաքուր լինի ողորմի որ սիրտս համբերատար լինի ողորմի որ սիրտս խոնարհ լինի սիրտս հեզ լինի որպեսզի ես կարողանամ քո կամքը կատարել այլ ոչ թե նախանձից ու չարությունից բարկությունից դրդված մեղք գործել
Դե լավ եղեք ժողովուրդ ջան, Աստված օգնական ու պահապան, եթե ձայնագրությունը օգտակար եղավ ձեզ, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի ավելի մարդ տեսնի ու հրաժարվի նախանձի մեղքից։ Բարի օր բոլորիդ։